Ողջույն եւ երիցս ողջույն։ Այս երեկո ներսարի գիշերային շոուն ներկայացնում է հումորի արքա, անզուգական Մկրտիչ Արզումանյան եւ բեմի նրբագեղ աստղ հմայիչ Էվա Խաչատրյան։ Նրանք կպատմեն իրենց նոր «Իմ կնոջ ամուսինը» ներկայացման մասին։ Իսկ հիմա ներսարի ու տես, թե ինչ եղավ, ինչպես կասեր Հայկոն ու կլրացներ Թաթան։ Դիմավորեք մեր անփոխարինելի Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին եւ ողջույն բոլոր ամուսնացածներին, ողջույն բոլոր չամուսնացածներին։ Հավատացեք, որ դուք չամուսնացածներդ ավելի ապահով վիճակում եք։ Հիմա կասեք այդ ոնց։ Ուրեմն ասեմ, չգիտեմ նկատել եք, բայց կանայք ու տղամարդիկ հաճախ խոսում են տարբեր լեզուներով։ Իսկ երբ նույն տան մեջ ես տարբեր լեզուներով, թարգմանության հետ խնդիրները արդեն շատ են։ Օրինակ կինը ասում է ինձ հետ ամեն ինչ լավ է, բայց իրականում դա նշանակում է դու պետք է հասկանաս, որ ես նեղացած եմ։ Տղամարդը լսում է դա ու մտածում, արա, ինչ լավ է, փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Կանայք սիրում են մանրամասներ, իսկ տղամարդիկ կոնկրետություն։ Կինը պատմում է օրվա յուրաքանչյուր դետալ, իսկ տղամարդը պատասխանում է, հա, լավ է, հետո, բայց երբ կինը հարցնում է ինչպես անցավ օրը, տղամարդը ասում է լավ ու վերջ։ Կինն ուզում է լսել պատմություն, իսկ տղամարդը արդյունք։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս տարբերությունները հենց այն են, ինչ մեզ դարձնում են կատարյալ զույգեր, չէ՞ որ հակադրությունները ձգում են։ Ուրեմն հիշեք, երբ կինն ասում է լավ եմ, հասկանում ես, որ լավ չի։ Երբ ասում է արի խոսենք, իմացիր դատաստանը սկսված է։ Բայց ավելի լավ է անհետ հրահանգներ ու հարցեր լսես անընդհատ ու չպատասխանես։ Օրինակ, սերս լույսը փոխի, սեր տուփը բաց արա, սեր կոկորդիլոսները որտեղ են բնակվում։ Բայց ամեն ինչ լավ է։ Սերն իրականում դա այնա որ բան չես հասկանում, բայց համառորեն շարունակում ես։ Ավելի լավ է ձեր կանանց հետ հաճախ համեղ կոկտեյլներ վայելեք։ Հիմա կասեմ թե ոնց։ Մինչ այդ ծափահարենք մեր երաժիշտներին, Rootsline and Friends, տղեկ շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք, իսկ ես շտապում եմ հենց հիմա դեպի V&M բար։ Գնացինք։ Հենց հիմա մենք կպատրաստենք մի յուրահատուկ կոկտեյլ սիրային երկխոսություն։ Մենք այդպես ենք անվանել այն։ Դա խորհրդանշում է կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունները, քաղցր թթու եւ մի փոքր դառը նոտաներով։ Իսկ հիմա անդրադառնանք բաղադրատոմսին։ Եվ այսպես 50 միլիգրամ V&M կոնյակ, քանի որ մենք ունենք հրաշալի հյուրեր, ես միանգամից կլցնեմ 150 միլիլիտր երեքիս համար եւ հիշեցնեմ, որ ես այս կոկտեյլները պատրաստում եմ եթերում նրա համար, որպեսզի դուք տեսնեք, թե ինչքան հեշտ է սրանց պատրաստման ընթացքը եւ դուք էլ ինքներդ կարողանաք տանը պատրաստել ու միանալ Ներսարի գիշերային շոուին։ Ահա, կոնյակը լցված է, հաջորդը 20 միլիլիտր լիմոնչելո։ Ահա, լիմոնչելոն 20 միլիլիտր։ Ես կլցնեմ 60, քանի որ 3-ով ենք։ Հետո 15 միլիլիտր մեղրի օշարակ։ Բազմապատկում ենք 3-ով, իսկ դուք կարող եք բազմապատկել են քանակով, որքանով որ հենց հիմա դիտում եք Ներսարին միասին։ Մեղրի օշարակից հետո 10 միլիլիտր նռան օշարակ ենք ավելացնում, վստահ եմ, որ վերջում ֆանտաստիկ մի բան ենք ստանալու։ Եվ ամենավերջում, արդեն բաժակները լցնելուց հետո, մի քիչ կավելացնենք գազավորված ջուր, ըմպելիք ու սառույց։ Բայց հիմա խառնենք։ Ներսարիում տրամադրությունը ֆանտաստիկ է ուղղակի, ու ես վստահ եմ, որ այն մենք կարողանում ենք փոխանցել ձեզ, սիրելի հեռուստադիտող, եւ ձեր երեկոն դարձնել էլ ավելի դրական ու տոնական։
Գազավորված ըմպելիքը վերջում, ինչպես եւ խոստացել էինք։ Եվ ինչպես տեսնում եք, ես այստեղ ունեի սառույց եւ նռան հատիկներ արդեն ձևավորման համար, զարդարման համար։ Այսքանը, ինչպես տեսակ, բավականին հեշտ էր պատրաստել այս Easy Mix-ը V&M կոնյակի հիմքով, այնպես որ դուք եւս կարող եք միանալ ինձ։ Եվ երբ խոսում ենք սիրո մասին, երաժշտությունը միշտ կարևոր դեր է խաղում։ Իսկ այս պահին փոքրիկ դադար, բայց մի հեռացեք, որովհետեւ շուտով մեզ կմիանան հիանալի մարդիկ։ Կվերադառնանք շատ շուտով, եթերում Ներսարին է։ Հաջորդիվ Մկրտիչ Արզումանյանը եւ Էվա Խաչատրյանը մեզ հետ կկիսվեն իրենց նոր ներկայացման մանրամասներով եւ կպատասխանեն Ներսեսի հետաքրքիր հարցերին։ Մի հեռացեք։ I see your leaves, the summer kisses, the falling leaves I used to hold. Моя красивая, сердце первое, душа с тобой счастливая, моя любимая, самая моя, сильно я люблю тебя, моя красивая, сердце первое, душа с тобой счастливая, моя любимая, самая моя, сильно я люблю тебя. Մենք վերադարձանք եւ շարունակում ենք Ներսարի գիշերային շոուն ու հենց հիմա ձեզ եմ ներկայացնում մեր երեկոյի սիրուն զույգին։ Մեկն արդեն կամաց դառնում է հումորային լեգենդ, մյուսը մի կերպար, որին նայելով նույնիսկ սցենարիստները լռում են։ Շատ բարձր ծափարություններով դիմավորեք Մկրտիչ Արզումանյան եւ Էվա Խաչատրյան, ներս եկեք։ Դե բարի երեկո։ Բարի երեկո։ Ես չեմ հասնի։ Մենք իսկապես շատ ուրախ ենք բոլորս ձեզ տեսնել ներսում, շատ շնորհակալ ենք, որ ներսում եք։ Մենք Խադարց։ Նմանապես։ Ուսամ լավ եք։ Լավ ենք, շատ լավ ենք։ Ձեր տրամադրությունը ավելի կբարձրացնենք այս երեկոյի ընթացքում վստահաբար։ Նախ շնորհավորում եմ ձեզ պրեմիերայի կապակցությամբ։ Շնորհակալ ենք։ Մարտի 31-ին տեղի ունեցավ իմ կնոջ ամուսինը ներկայացման առաջնախաղը, եւս մեկ անգամ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Բեռնագիրը արդեն հուշում է, որ ինչ որ պահի գոնե, թե այդտեղ ոչ մեկ չգիտի թե ինչ է կատարվում։ Ենթադրենք բեռնագրից։ Բայց կխնդրեմ, որ դուք պատմեք մեզ աշխատանքի մասին, ով է հեղինակը, ինչքան է հորինվածքը, ինչքան է իրականությունը։ Կարծում եմ, որ շատ իրական պատմություն է, կյանքից վերցված։ Պիեսը խորվատական դրամատուրգ Միրո Գավրանինն է, այդպես երկար փնտրտուքներից հետո վերջապես գտա այն պիեսը, որը որ լինելու է, այսպես ասած, ստեղծագործական աշխատանքի կյանքի հաջորդ քայլը, եւ այդ շրջանակներում սկսեցինք աշխատել, հրավիրեցինք հրաշալի դերասաններին, Էվա Խաչատրյանին, շնորհակալ եմ, ում հետ բազմաթիվ նախագծեր ենք անցել, այդպես փորձված, շատ ամուր ու տաղանդավոր անձնավորություն, Արման Նավասարդյանի, ում հետ միշտ հետաքրքիր է եղել աշխատել եւ վերջապես այս
գեղեցիկ դերասանական անձնակազմով փորձեցինք ներկայացնել այս ամենը մարտի 31-ին, իսկ ռեժիսորը Նարինե Մալյանն է, ինչու հենց ինքը, որովհետև իր հսկայական փորձը, իր ճաշակը, իր նրբանկատությունը եւ շատ կարեւոր էր, որ շատ ենք ցանկանում, որ այս պիեսը տեսնի հենց կին ռեժիսոր իր միջոցով փորձենք ներկայացնել, որովհետև կան գծեր եւ դրամատուրգիական գծեր եւ բնավորությունների գծեր, որոնք կարծում եմ, որ Տիկին Մալյանը շատ լավ ներկայացրեց ու ինչպես որ նախատեսել ենք, այդպես էլ եղավ։ Հրաշալի։ Դե ֆանտաստիկ թիմ ունեք իրականում, հրաշալի անուններ հենց նոր թվեց իր Մկրտիչ, բայց ուզում եմ խոսենք նաև ստեղծագործական ընթացքի մասին, ինչքան տևեց մինչև ընթերցումներից հասակ արդեն բեմական փորձերին, հետո եկաք ներկայացմանը, ինչքան տևեց այս ամենը։ Կես տարուց ավել։ Սկզբից թարգմանվեց պիեսը, հետո արդեն սկսեցին նախապատրաստական աշխատանքները սեղանի շուրջ, որը բավականին երկար տևեց եւ հետո արդեն սկսեցինք քայլել, այսպես ասած, մեր լեզվով ասած, սկսեցինք քայլել ու կամաց խելքի բերել այդ ամենը։ Կարծում եմ, որ առհասարակ Միրո Գավրանին շատ տարբեր երկրներում են իր պիեսները խաղում եւ խաղացել ու կարծում եմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող թատերական աշխարհում համաշխարհային ճանաչվածություն ունեցող ռեժիսոր է եւ նույնիսկ սկզբից հարց կար ինչ որ ադապտացնելու կամ բան, բայց մի անգամից պիեսը ընթերցելուց հետո հասկացանք, որ այդ խորվատական հենց կոլորիտով է պետք ներկայացնել ու այդ անուններով եւ այդ քաղաքներով, որտեղ որ ինչպես որ ներկայացված է պիեսում ու կարծում եմ, որ ի ուրախություն բոլորիս այդ ամենը ստացվեց։ Հանդիսատեսին շատ հետաքրքիր էր այդ ամենը տեսնել այդ տեսանկյունից, եվրոպական տեսանկյունից, մի քիչ այսպես ասեմ։ Իսկ եթե տանենք ընդհանուր գծեր, հա, հայկական մտածողության ու խոհանոցի մասին եւ հիմա խորվաթական, որտեղ վստահ եմ, որ այս ամիսների ընթացքում շատ խորքային ուսումնասիրել եք ու արդեն լավ պատկերացնում եք իրենց միջավայրը, ինչ ընդհանուր գծեր եք տարել հայկականության հետ, որ ասել եք, «Օրա, այս փաստորեն իրանց մոդել է, հա, սենց»։ Այդ տեմպերամենտն է, կարծում եմ, որ այդ ժողովուրդների մոտ կա, ճիշտ է, ապրում են Եվրոպայում, շատ բաներով են տարբերվում հայերից, բայց այսպես ասեմ, պիեսը մարդկանց մասին է, մարդկանց կյանքի մասին է եւ կարծում եմ, որ ոչինչ չի փոխվում մարդկանց մոտ, պարզապես ինչ որ մի քիչ դոզավորված, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ակտուալ ստեղծագործություններ են, որը որ ցանկացած ժամանակում ակտուալ կլինի, այո, որովհետեւ այո, մարդկանց մասին է, մարդկանց իրավիճակի մասին է, թե ինչպես են իրար վերաբերվում, ինչպես են սիրում, ինչպես կարող են սիրել, ինչքանով են կպած միմյանցից ու կախված միմյանցից, ճիշտ այդպես ձևաչափի մեջ ներկայացված, ճիշտ բանաձևերով ներկայացված ստեղծագործություն է, կարծում եմ։ Հրաշալի։ Էվա, պատմիր մեզ դու քո անցած ճանապարհի ու էմոցիաների մասին, ամիսներ շարունակ աշխատել եք ներկայացման համար եւ արդեն այն բեմում է։ Սիրով, արդեն Մկրտիչը նշեց, առաջին փորձառությունը չի միասին աշխատելու, ունեցել ենք երկու եւս ներկայացում, որոնք էլի շատ հաջողված են եղել եւ սիրված։ Սկսվեց մեզ մոտ պլյուս-մինուս ներկայացումից, որով նաեւ շրջագայեցինք, եղանք Ամերիկայում, այնուհետեւ Save Million ներկայացումը բեմ բարձրացավ, կրկին սիրվեց։ Սա երրորդ փորձառությունն է, կարծում եմ գերազանցել է այն երկուսին, նախ ասեմ, որ նյութի մեջ կտեսնենք երկու տարբեր տղամարդիկ, ինչը շատ կարևոր է եւ նյութի առաջին հատվածում միայն իրենց կտեսնենք ու կբացահայտենք ինչպիսի տարբերություններ կարող են ունենալ տղամարդիկ, ինչ գույներով կարող են սիրել, ինչ խենթության աստիճանի կարող են սիրել մի կնոջ եւ հետո կտեսնենք մի կնոջ ում սիրում են երկուսն էլ իրենց կերպով, իրենց յուրօրինակ ու տաք տեսակով, որը որ հարցի ձեր նախորդ հարցի պատասխանն է, որ սերը գունավոր է, ամեն ժողովրդի մոտ
միևնույնը դրսևորվում է ինչ-որ կերպով չեն կարող առանձնացնել, հա, ինքը շատ տարբեր գույներ ունեցող զգացողություն է եւ դեռ մինչ այսօր բանաձևը չեն տվել այդ ոնց է ստանում, որ սիրում ես։ Այստեղ կգտնենք այդ պատասխանները, ոնց են սիրում, ինչի համար են սիրում, ինչ խորությամբ են սիրում, կապվածությունը թե իրական սեր, այսինքն շատ հարցերի պատասխաններ կտեսնենք եւ նաեւ մեր իրականության հետ բախվող գծեր։ Ես ավելի ուշ միացա թիմին, իրենք արդեն էփել էին նյութը, ես արդեն պատրաստման են բանցիկը կապելու էտապում եմ եկել։ Բարդ չէր այ Եվան հսկայական այդ իր զբաղվածության մեջ պարզապես մենք ապշում ենք թե ինչպես է նա հասցնում իր պրեմիերաներ ուներ իրենց թատրոնում, կամերային թատրոնում եւ մեզ մոտ էր հասցնում։ Հա դժվար էտապ էր, Շատ դժվար էտապ էր, բայց ուրախություն կարողացա պատվով դուրս գալ ներկայացնել։ Փառք Աստծո եւ ամենակարևորը որ հանդիսատեսը լավ արձագանք տվեց ես յուրաքանչյուր երեխա ծնվելու պես եմ վերաբերում յուրաքանչյուր ներկայացման իսկ իմ կյանքում այդ երեխաները չափազանց շատ են եւ Փառք Աստծո բոլորն առողջ են եւ երկար են ապրում բարեբախտաբար հուսամ ես երեխան էլ այդպեսին է կլինի Դե շատ լավ սկիզբ են գրել հուսամ երկար կյանք կունենա ու արձագանքները այնքան շատ են որ այդպես գնալով շատացնում ենք ներկայացումների քանակը ու ինչքան շատ ես խաղում բնականաբար այնքան ներկայացումը ավելի կատարելագործվում է հղկվում է կարծում եմ որ նորից արժե դիտել ովքեր եղել են պրեմիերային մի որոշ ժամանակ անց 4-րդ 5-րդ ներկայացումը կրկին կարելի է դիտել որովհետև այլ իհարկե այլ ազատություն հանգստություն է լինելու մեզ մոտ Հրաշալի ես նորից ուզում եմ այս մասին խոսենք Մկրտիչ որտեվ նախորդ զրույցին էլ ես քեզ հարցրել եմ բայց վերջին շրջանում մեր բոլոր հանդիպումները եղել են ներկայացումների մասին թատրոնի մասին եւ դա շատ հրաշալի է բայց ուզում եմ նորից դու մեզ պատմես քո ու թատրոնի հարաբերությունների մասին այս փուլում արդեն երբ նախորդ անգամ երբ խոսում էինք այս մասին մի քանի նոր ներկայացում կար արդեն հիմա շատ են քո ներկայացումները Շատ են իսկապես շատ են ու ուրախությունից ես արեցի այն ամեն ինչ որ մաքսիմալ կապեմ ինձ թատրոնին ու դա ուրախությունից ստացվեց Այո որովհետև հիմա կոնկրետ այս պահին իմ եղած արդեն ներկայացումներն են հրեշելուսնի վրա ցանկապատ գրավիտացիան իմ սիրելի ներկայացումը մոնո ներկայացումը որի մեջ շատ ասելիք կա իմ կնոջ ամուսինը հիմա նորն է արդեն սկսվել սեր եւ նարինջները Մարջան Ավետիսյանի հետ Շատ լավ է որ ծանրաբեռնվածություն կա ու այդ ամենը թատրոնում է որովհետեւ թատրոնը իրական կյանք է, իրական process-ներ են տեղի ունենում, ու այդ process-ները ոչ միտեղ չես հանդիպի, ոչ մի ֆիլմում, ոչ մի այլ նախագծերում, պարզապես թատրոնում ներկայացնում ես ամեն անգամ ինչ որ մի կերպարի անձի պատմություն ու պետք է այնքան խորասուզվես, որ քեզ հավատան եւ այդ աշխատանքը իսկապես վարակիչ է եւ անընդհատ սպասում ես թե հաջորդը երբ է լինելու, մյուսը երբ է լինելու։ Այս անգամ այսպես չեմ անի։ Ու այդ process-ը կարծում եմ անվերջ է։ Կան ներկայացումներ Մոսկվայում Անտիգոնան է, որը պետք է հիմա շարունակենք խաղալ Անուի Անտիգոնան եւ Աստրովսկու Նիվսյոկատու Մասլինիցա գերծանր նորից նյութեր են, որոնց ուրախությունից այդ խորասուզվել եմ այդ ամեն ինչի մեջ ու փորձում եմ ինձ գտնել նաեւ այդ ճանապարհին, ավելի դրամատիկ եւ ռուսերեն է, պարզապես այդ ամենը ռուսերեն է ներկայացվում, պետք է հասցնես նաեւ երբ որ քո հարազատ լեզուն չէ, այնքան խորանաս այդ ամենի մեջ, իսկ այնտեղ չես կարող ստել, որովհետեւ 20 մասնագետ նստած ամեն միմիկատ ու ամեն շարժումդ գրանցում են եւ հետո ներկայացումից հետո երկար քննարկումներ են, այսինքն անընդհատ այդ process-ը, որ հաջորդ անգամ այլ կերպ մոտենաս եւ այլն կարողանաս ներկայացնել, այսպես շատ հետաքրքիր է ու շատ միշտ հետաքրքիր է թատրոնում, ես նորից մեկ անգամ եւս կոչ եմ անում բոլորին հաճախեք ինչքան հնարավոր է շատ եկեք թատրոն, որովհետեւ մենք ձեզ համար Եվ ասելիք ունենք, եւ կիսվում ենք հրաշալի
պարզապես երկար ենք մտածում, շատ երկար, թե ինչ հաջորդ քայլը ինչ լինի եւ ստեղծում ենք մի բան, որը որ իսկապես արժե դիտել ու գնահատել։ Եվ ամիսների աշխատանք է տարվում ցանկացած ներկայացման համար։ Գանք հաջորդ հարցին։ Վերջին անգամ երբեք մեկըդ մեկի վրա չի հիմնավորված նեղացել այս ամբողջ խմորումների ու process-ների ընթացքում, մինչև պրեմիերան։ Վերջին Չհիմնավորված, չէ, մեր վեճերը միշտ կոնստրուկտիվ են եղել ու եկել ենք ինչ որ մի հայտարարի, որը որ դա ներկայացման համար կամ կերպարի համար շատ օգտակար է եղել ու մեկս մյուսին այդ մեր փորձով կիսվել ենք խորհուրդներով եւ այլն ու բոլորս էլ բաց ենք իրար նկատմամբ, ճիշտ է, մեծ փորձ ունենք բոլորս, բայց կարծում եմ շատ կարեւոր է որ լսես դիմացինի կարծիքը, իհարկե բայց չենք էլ վիճել իրական, երևի ավելի շատ քննարկումներ են ունեցել։ Քննարկումներ են, այդպես ինչ որ վեճեր։ Ես մի քիչ էմոցիոնալ շրջանում էի, երբ իրենց միացա, այսինքն աշխատանքային գրաֆիկս այնքան բուռն էր եւ մի քանի տեղով էի պրեմիերայի շտապում, դրանից դեպրեսիոն ինչ որ ֆոն կար իմ մոտ, որը ստիպում էր մտածել, որ ինչ որ մի բան լավ չեմ անում։ Որ ման գուցե լավ չեմ անում կամ թերի եմ անում, դրանից գալիս էր լարվածություն դեպի իրենց, ինչ որ չափականակով, բայց բնականաբար ամեն ինչ հարթվում էր այսպես ընտանիքում ոնց է որ ճիշտ նստում եք սեղանի շուրջ, բոլոր հարցերը բարձում եք, ասում եք որ դու հիմա խնդիր ունես, մենք քեզ հասկանում ենք, քո խնդիրները կան։ Բայց ձեռքը գնա մտածի։ Ով ավելի շատ տեքստ մոռանում։ Տեքստ Պրեմիերային ես եմ երևի, չէ՞ ամենաշատը մոռացել։ Մեկ անգամ դու, եթե չեմ սխալվում, մեկ անգամ Արմանը։ Ահա։ Բայց նորմալ երևույթ է այդ բայց այդ մոռանալը չի նշանակում որ չենք խոսել էլի ինչ որ մի բան տեղափոխել ենք տեղավորել ենք այսպես հարմարացնել չէ ոչ որ չի զգացել չէ ես սխալ ասեցի նորմալ երևույթ չէ պետք է տեքստը իմանալ բնականաբար բայց այդ լարումների մեջ բոլորն էլ մարդ են բոլորն էլ այդպես այդ հուզմունք կա այդ ծանրաբեռնվածություն կա այդ նախորդ օրերին շատ մեծ աշխատանք ենք տարել որ պրեմիերային հասցնենք ու բնականաբար ինչ որ մի պահի հնարավոր է որ հոգնածություն երկու վայրկյանով անջատի քեզ իրական աշխարհից ու լավ է որ այդ փորձ էինք ունեցել հենց պրեմիերայի օրը որովհետև շտկելու բաներ կար եւ այլն վերջնական արդեն բեմում փորձելու չափելու եւ այլն բայց ամենակարևորը որ դերասանը այնքան հմուտ լինի որ ճիշտ կարողանա կերպարի լոգիկայի մեջ գեղեցիկ իմպրովիզով բրկել իմպրովիզները եղան ինչ խոսք ով էր ավելի շատ ուշանում փորձերից չէ ուշացման այդպես ես միշտ ուշ էի գնում բայց դա երկրորդ գործողությունից էր ես երկրորդ գործողությունից եմ միանում դա ինձ փրկում էր այն նախորդ փորձի տեղում ճիշտ ավարտել ու գալ ներկայանալ ճիշտ ժամանակին ճիշտ ամեն ինչ դասավորել ենք այսպես որ հարմարավետ աշխատենք միասին եթե փոխանակվեիք դերերով ինչ կստացվեր թեկուզ դու եւ Արմանն Ավասարդյան օրինակ դե ի սկզբանե մտածվում էր որ կերպարը ով խաղա կարծում էլի հետաքրքիր կլիներ էլի հետաքրքիր կլիներ բայց հիմա շատ ճիշտ է ընտրված շատ ճիշտ է ընտրված կարծում եմ այդ բծախնդիր լինելը մակրասեր լինելը Արմանը շատ հրաշալի կերպով այսպես ասեմ պետք չի նոր հեծանիվ հորինել ամեն ինչ ճիշտ է մտածելուց հետո արդյունքում ճիշտ բաշխվեցին կերպարները Արմանին առաջարկվեց ժարկեցի կերպարը ես խաղացի Կրեշեին դրագիցային խաղաց Էվան եւ կարծում եմ որ սա պարզապես իդեալական ընտրություն է ու այդպես եթե պետք լիներ կարիք լիներ ինչ որ ուրիշ ճանապարհով գնալ իհարկե շատ հետաքրքիր կլինի նաև դիտարկել այդ տեսանկյունից իմիջիալոց նմանատիպ ներկայացումներ կան օրինակ Ֆրանկենշտեյն ներկայացումը խաղում են երկու դերասան հիմնականը պրոֆեսորին խաղում է Բենեդիկտը եւ մյուս դերասանուհին ցավոք չեմ հիշում, բայց նրանք փոխվում են։ Մի ներկայացում խաղում է Ֆրանկենշտեյնին Քեմբերբեչը, մյուսին են ու դա հսկայական կարծում եմ շատ հետաքրքիր է ու դա կարծում եմ կոմերցիոն հենց նպատակ է հետապնդում, որ հանդիսատեսը ով տեսնում է նրան այս դերում, հաջորդ անգամ կրկին գա տեսնի մյուս դերում։
որը նորից Կանաչ ներկայացումներ, մենք նոր տարվա ներկայացումներն էինք, չէ՞, վերջինը տեց էինք։ Մենք օրինակ ունենք մեր թատրոնում նմանատիպ ներկայացումներ, որտեղ երկու դերը փորձում դերասանը, մի ներկայացմանը սա է խաղում, մի ներկայացմանը նա է խաղում եւ դա իրականում շատ լավ է, ճկունացնում ավելի Շատ դերասանը։ բարդ վստահաբար դերասանը։ Բարդ է, բայց եթե սիրով ես դա անում, ստացվում է։ Փորձերի ընթացքում օրինակ եղել է դեպք, որ ասել ես Մկրտիչին լավ չի ստացվում այս մասը, ինչ պետք է անենք։ Իրականում եղել են դեպքեր, որ լավ չի ստացվել, բայց վերջնակետում լավ ստացվեց։ Տիկին Մալյանի օգնությամբ բնականաբար նախ ասեմ, որ ինձ համար ժանրային եւ դերասանական խաղի իմաստով շատ տարբեր էր։ Այն ինչ որ ես այստեղ պիտի անեի, որովհետեւ գիտեք, ես չափազանց կենթանի թատրոնի դերասանուհի եմ եւ այստեղ կար խաղի այլ տար, որը իմ մաշկին այդքան մոտիկ չէր եւ բնականաբար որոշակի դժվարություններ կար, նաեւ նոր ռեժիսոր, նոր փորձառություն, սկզբի մասը այսպես բարդ էր, անցումնային էր, իմ համար պահի տակ sense անկում էր լինում ներքին զգացողությունների, էլի ոչ թե արտաքին դա չէր երևում, բայց ես ներքուստ պայքարի մեջ էի, ինձ թվում էր մի բան լավ չի։ Հետո բնականաբար այս միահյուսվեցին էներգիաները եւ դա շատ կարեւոր է, երբ դերասանների էներգիաներն են միահյուսվում, դրա արդյունքում ստացվում են լավ դերեր, բնականաբար։ Այո։ Ու ռեժիսորի հետ էլ կարողացանք այդ վերջնակետում այդ հյուսածը կապել եւ նոր վերջում ստացանք ընդհանուր պատկերը, մինչ այդ ինձ համար բարդ էր, ես լողլողում էի, չնայած որ Մկոյի հետ փորձառություն ունեի, բայց ամեն դեպքում։ Չէ, այլ ժանր է, մի փոքր տարբերվում է այն ամենից, ինչ որ արել ենք, բնականաբար, եւ ինչն է ինձ ուրախացնում, որ մենք այդ ժանրը մատուցեցինք շատ գեղեցիկ կերպով, այդ ժանրը ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Ես հասկացա, որ նմանատիպ գործեր կարելի է անել եւ նրանք մաքուր են, սպիտակ են, ներկայացված են բացառապես գրական լեզվով եւ որը շատ կարեւորում եմ։ Ու այդ գրական լեզվով շատեր ասում են, դե մի տեսակ, դե չեն կարողանում մատուցել գրականը շատ ճիշտ, մատչելի, նուրբ, օրգանիկ, դրա համար տարբեր արտիստների մոտ առաջանում է այդպես ինչ որ խապուսիկ թվացյալ տպավորություն, որ գրական հայերենը այդպես մի փոքր հարմար չէ այս ժանրերը ներկայացնելուն, բացարձակապես ես դեմ եմ այդ կարծիքին ու սա այն գործն է, որ այսպես ասեմ, սպիտակ ներկայացում է։ Որ պետք է գալ ու վայել։ Այո, Այսօր էքսպերիմենտալ, մեզ համար էլ էր էքսպերիմենտալ աշխատանք, որը ստացվեց, պարզապես պետք է գալ, տեսնել, գնահատել, վայելել յուրաքանչյուր էպիզոդը։ Ներկայացումը արդեն գրեթե 1 ամիս է բեմում է, այսօր ապրիլի 25-ն է, պրեմիերան տեղի ունեցել մարտի 31-ին, քանի անգամ եք հասցրել խաղալ այս օրերի ընթացքում ու արդյոք արդեն ավելի խմորված Երկու դեռ խմորվի, դեռ պրոցեսի մեջ ենք, հաջորդը կլինի ապրիլի 29-ին, մայիսի 23-ին եւ հունիսի 10-ին։ Այդպես։ Արդեն նշանակված են ներկայացումները, ուրեմն պետք է հասցնել տոմսերը ձեռք բերել ու գալ ներկայացումը։ Այո, համեցեք մի բան Հունիսի էլ 10-ը ավելացնել։ կարող եք հասցնել։ Հունիսի 10-ին, ինչի համար, ես սա ձեր հրավիրատոմսն Վայ, շատ եմ սիրում։ խնդրեմ, պարզապես մայիսի 23-ին ստացվեց տալ, որովհետև նախորդ ներկայացումները արդեն վաճառված էին, չեմ ուզում ասեմ ցավոք ուրախությունի, մայիսի 23-ին սիրով սպասում ենք ձեզ եւ մի բան էլ եմ ուզում ավելացնել, որ մայիսի 13-ին խաղում եմ իմ մոնո ներկայացումը գրավիտացիան, որը շատ եմ սիրում ու որի մեջ այդպես շատ ու շատ ասելիք կան, դու չես տեսել, չէ՞։ Ոչ, ես դեռ չեմ տեսել։ Սիրով հրավիրում եմ։ Ես սիրով։ Հա։ Ինչ լավ եղավ։ Ես պարզապես այդ ասելիքը իմ ասելիքն է եղել, տարիների ընթացքում այդպես հավաքած եւ իմ լավ ընկերների հետ ստացվեց վերջապես ստեղծել մի շատ լավ մոնո ներկայացում, որը կարծում եմ մեծ արժեք է ինձ համար ներկայացնում եւ հանդիսատեսի համար շատ էմոցիաներ այդպես կարողանամ փոխանցել ու շատ մեծ
տպավորություններ կստանա հանդիսատես։ Բայց խոսենք մոնոներկայացման մասին Մկրտիչ նաև ընթացքի մասին, որտեղ ներկայացումը արդեն բավականին ժամանակ է բեմում է ու քանի որ հենց այս ներկայացմանը քո ներքին մտքերն են ու խմորումները, այստեղ ինչ է տեղի ունեցել այս ժամանակի ընթացքում, ինչ է Ժամանակի ընթացքում կրկին ներկայացումը այդպես արդեն այնպես է խաղալ, նախ ասեմ շատ գեր ծանր ներկայացում է, որը պարզապես այն ամենի միջով է անցնում, ինչը որ այսօր կատարվում է եւ ամեն անգամ կրկին անցնել այդ ամեն այդ թեմաների միջով, թե մենք ինչպես ենք նայում մեր խնդիրներին, այսպես վերացական, թե ինչքանով ենք խորանում այդ ամենի մեջ, թե ինչքանով ենք մեր սխալների վրա աշխատում, այդ ամենը ամփոփվում է գրավիտացիայում եւ կերպարը ֆիզիկոս է Գևորգ Համբարձումյանը, ով ստիպված լքել է Հայաստանը եւ աշխատում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, ինչ-ինչ պատճառներով եւ իր ֆիզիկայի միջոցով, այդպես իր մտքերի անալիզի միջոցով փորձում է ներկայացնել մեր բացերը, նաեւ իր բացերը եւ առավելությունները։ Շատ ծանր ներկայացում է, բայց հիմա շատ է հղկվել ու կարծում եմ, որ հույսեր ունեմ, որ դեռ երկար ժամանակ կներկայացնեմ այս ներկայացումը, որովհետեւ իսկապես շատ եմ սիրում։ Շրջագայելու մտքեր հենց մոնոներկայացմամբ նաև Կան, իհարկե կան, պարզապես նկարչական առումով մոնոներկայացումը գրավիտացիա մի փոքր բարդ է ստացվել, բայց հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որ այն կարողանանք ներկայացնել նաև արտերկրում, թեկուզ մեր քաղաքներում, մեծ քաղաքներում, որտեղ կան այդպես սպეციფիկ ոչ թե սպეციფիկ, այլ հատուկ բեմեր, որտեղ կարելի է ինչ-որ ձևափոխություններ կատարել ներկայացման հենց ընթացքում եւ կարծում եմ այդ աշխատանքներից հետո արդեն հնարավոր կլինի ներկայացնել նաև այլ քաղաքներ։ Խոսենք գրավիտացիայի առաջին բեմերներից, երբ են նշանակված ներկայացումները, մարդիկ երբ կարող են գալ ու վայելել։ Կան առաջիկայում, այո, աշնաննել եմ խաղալու, բայց հիմա կոնկրետ ես ուզում եմ, որ կենտրոնանանք մայիսի 13-ին կայանալիք գրավիտացիայի վրա, այդպես սիրով սպասում եմ բոլորիդ, թեժ է լինելու, հետաքրքիր է լինելու, իսկ մեր կնոջ ամուսինը արդեն նշեցինք, որ օրերին ենք խաղալու, այնպես որ սիրելի հանդիսատես, ձեզ սպասվում է պարզապես այս մոտակա ժամանակահատվածում այնպիսի թատերական հրավառություններ, որը պարզապես չի կարելի բաց թողնել։ Եկեք։ Միանշանակ։ Եվ վերջում ուզում եմ իմանալ ով է ձեր սիրած դերասանը։ Կարծում եմ ես առանձնացնեմ շատ են, բայց Անթոնի Հոփքինս երևի։ Անթոնի Հոփքինս։ Հրաշալի։ Էվա Ոայ, ինձ մոտ են շատ, բայց իմ սիրելիների շարքումը կզարմացնի երևի ձեզ Will Smith-ը։ Will Smith։ Շատ։ Շատ։ Պաստորեն ես չէի, հա։ Վերանային։ Morgan Freeman-ին եմ շատ սիրում, շատ են իրենք, բայց Will Smith-ը դեռ մանկուց շատ այլ մի հատ տեղ ա ունեցել իր դրամատիկ աչքերի եւ խորության այդ շնորհքի։ Ես օրինակ անգլիական թևն եմ շատ այդպես գնահատում, անգլիական թատրոնից դուրս եկած դերասաններին այդպես ավելի որովհետև շատ խորքային են ու շատ փորձառու են ու հենց Այսօր երկու անուն ես տվել, երկուսն էլ անգլիական թատրոնն է ու այդպես մի հատ շատ դոկումենտալ շատ հետաքրքիր ֆիլմ կա, Ալ Պաչինոն նկարահանում է Ռիչարդ III-ը ու այդ ճանապարհին այնքան փշոտ ճանապարհ, այնքան դժվարությունների հանդիպում ու իրեն պարզապես ասում են դու ամերիկացի ես, ուզում ես Ռիչարդ III-ը նկարահանել, դե ասում է հա ես փորձում եմ դա անել, մոռացիր, բայց պարզապես այդ ստադիաներում ինչերի հետ է բախվում Ալ Պաչինոն, որպեսզի նկարի այդ ֆիլմը եւ դա շատ անկեղծ ֆիլմ է արտիստի մասին, ով ամեն ինչ ջարդելով, կոտրելով ուզում է հասնել այդ արդյունքին։ Պարզապես նա ներկայացրել է, թե ինչ ծանր է այդ ամենը ստանալը։ Իսկ այդպես անգլիական, չգիտեմ, անգլիական մի քիչ դերասանական ճյուղը
այլ է կարծում եմ։ Կարծում եմ շատ է տարբերվում ամերիկյանից եւ այլ աշխարհում ինչ որ կա այդ ամենից։ Առանձին ձեռագիր ունի։ Եվ ռուսականը կարծում եմ կարող եմ առանձնացնել, որովհետեւ Ուժեղ դպրոց։ Իհարկե, այնտեղի դպրոցը պարզապես բոլորին է շունչ տալիս։ Հրաշալի, շնորհակալ եմ, որ համբերատար պատասխանեցիք։ Մենք էլ ենք շնորհակալ։ Բոլոր հարցերին շնորհակալ եմ, որ այսքան դրական էներգիա բերեցիք ներս։ Եվս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում ձեզ ու լեփլեցուն դալիչներ, որներ վստահ եմ, որ միշտ այդպես է լինում, բայց այսքանով ձեզ դեռ բաց չենք թողնում։ Ունենք փոքրիկ խաղ, որի մասին կարճ դադարից հետո գնացինք։ Mi balaim yana Mi agone urubo Anzets khon vet im chana im jigara shinets khon Mi balaim yana Mi agone urubo Anzets khon vet im chana im jigara shinets khon Im jigara shinets khon Das nun gorilla Das nun gorilla Chalian is gonna get it Շարունակում ենք ներսարի գիշերային շոուն եւ հիմա մի փոքր խաղ, որը մենք անվանել ենք ով կասեր այս նախադասությունը։ Ես կարդում եմ մի նախադասություն, դուք պետք է որոշեք, սա կասեր տղամարդը թե կինը։ Եվ այսպես։ Փորձեմ առանց սեռականացնելու կարդալ, որ ձեզ հեշտ չլինի։ Այս շալվարն էլի լվացքի մեջ է, հա։ Այդ ինչի է կինը ասում օրինակ այդ տեքստը։ Ես մի տեսակ շատ կանացի տեքստ է։ Ինքն իրեն է ասում։ Չէ։ Ինքը փու է շալվարը գցել եմ լվաց։ Իմ նման կնոջ տեքստ է ուղղակի։ Ոչ թե տնային տեսու հասկացար։ Դու ասեի։ Հա, մենք դա չուզեցինք ասենք։ Հա, տղամարդը։ Ճիշտ ասած, ես այս հարցին պատասխանեցի մեր ներկայացումից գալով։ Որը մենք պիտի նայենք։ Տրագիցիայի նման տեքստ է։ Լավ, անցնենք առաջ։ Այո, հա, ներկայացման։ Ես դες չասացի, դու տենց հասկացար։ Էսով ասում։ Տղամարդը։ Սովորաբար։ Ես համաձայն եմ Մկրտիչի հետ։ Որ կինն է ասում, էլի։ Լավ, գնա տունը մի մնա, ես կքնեմ։ Ով ասեց տեքստ ասում։ Մի հատ էլ կկարդա։ Լավ, գնա տունը մի մնա, ես կքնեմ։ Հիմա Եսիմ։ Ավելի շատ։ Երևի։ Լավ, գնա տունը մի մնա, ես կքնեմ։ Կինը երևի կասի։ Հա։ Հա, այս միշտ պիվա խմելուց առաջ շատ, չէ՞, այդպես տիպիկ պատմություններում լիվա տեքստը։ Այս ներկայացման մեջ ես անելիք չունեմ, ամբողջը քոնն, հա։ Ես կասեի դա։ Կասի տղամարդը։ Դու խանդոտ չես, ուղղակի շամպես կպել ես ամեն ինչի։ Տղամարդը կասի։ Պանիկա է։ Դու խանդոտ չես, ուղղակի շամպես կպել ես ամեն ինչ։ Ստուկի նկասեր։ Ես չէի կարծում, որ այսքան մանր բանից կարող ես նեղանալ։ Տղամարդը։ Հա, երևի։ Լավ, ես այդպես ասացի, բայց իրականում այդպես չէի մտածում։ Ես երկուստ էլ կբարձրացնեի իրականում ստեղ։ Կռիվ անելու տեղը գործ արա։ Ցույց տալու ոչինչ չունեմ, պարոլս գիտես, էլ ինչ ես ուզում։
Ինչի պետք է մենակ աղջիկ ասեր։ Աղջիկները քիչ են տղեկին ասում, մի հատ լբաց։ Լավ, երկուսն էլ բարձրացնեմ։ Խնդիրը դու չես քո շրջապատնա։ Բայց սովորաբար կանայք են Տղեկնել են դե հիմա համը հալու։ կանանց Մի հատ աղջիկ ես տենում, նորմալ աղջիկա, բարևում եք, շփվում եք, մարդավարի, առանց ոչ մի բանի։ Հետո դեռ ընկեր ունի մի անգամից փագում է Instagram-ը, unfollow է անում։ Իշտակատած։ Բռնապետեր են։ Լավ, անցանք առաջ, խնդիրը դու չես քո շրջապատնա։ Չէ։ Հենց էլ Ես երկուսին Էլի, չէ, երկկողմանի ինչ տեքստերը, սա հենց այն զգեստն է, որի մասին ասացի։ Մի հակի։ Դժվար։ Ամուսինը դեպքում հետաքրքիր կլիներ։ կլիներ։ Ցանկանայի տեսնել ամուսինը ով է։ Մի պահ կտրվի հեռուստացույցից, սա կարևոր է։ Մի պահ կտրվի։ Սա կարևոր է։ Տրամարտիկն ավելի շատ TV նայում։ Ըստ ձեզ։ Չէ, կարծում եմ չկա տենց չափանիշ։ Չէ, կարծում եմ կանայք ավելի շատ։ Եվ վերջինը, դու հանգիստ եղիր, ես կսպասեմ մինչև վերադառնաս։ Հա, այս դեպքում էլ երկուսն էլ կարող ենք բարձրացնել, կարծում եմ։ Շնորհակալություն ձեզ, որ մասնակցեցիք էքսպերիմենտալ խաղին։ Շնորհակալություն, որ եղաք ներսում ու բերեցիք ձեր դրական էներգիան։ Ձեզ մաղթում եմ եւս մեկ անգամ հաջողություններ ու միայն լեփլեցուն դահլիճներ։ Ու սպասում նոր նախագծերով կրկին ներսում մեզ պատմելու ձեր հաջողությունների մասին։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ, որ ներսում եք։ Այսպիսին էր ներսարի գիշերային շոուն, շնորհակալություն եւս մեկ անգամ մեր հյուրերին այս երեկոն այսքան հրաշալի դարձնելու համար, շնորհակալություն մեր երաժիշտներին, մեր ֆանտաստիկ հանդիսատեսին, տեխնիկական թիմին եւ բոլորին։ Եթերում ներսարի գիշերային շոուն էր, կհանդիպենք շուտով, բարի գիշեր։ Staying alive, baby.